Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրվարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համապատասխան ամբիոնի վարիչը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, ինստիտուտի ուսանողների օգտին հովանավորչություն կատարելու համար կաշառք է ստացել նրանց ծնողներից։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ամբիոնի վարիչը նույն ինստիտուտում սովորող ուսանողի օգտին հովանավորչություն կատարելու, այն է, ուսումնառության ընթացքում հնարավոր խնդիրների առաջացման դեպքում դրանք լուծելու համար 2025-ի օգոստոսին նրա հորից կաշառք է ստացել։ Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ ուսանողի ընդունելության քննությունների ժամանակ հնարավոր խոչընդոտների առաջացման դեպքում դրանք լուծելու համար ինստիտուտի նախկին ուսանողներից մեկի օժանդակությամբ 2025-ի հոկտեմբերին կաշառք է ստացել ուսանողի ծնողից։ Նախաքննությունից մանրամասներ է հայտնում հակակոռուպցիոն կոմիտեն։ Կաշառք ստանալու համար ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 2 դրված։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է տնային կալանքով և գրավով 10 միլիոն ՀՀ դրամի չափով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև ամբիոնի վարիչին կաշառք տված և նրա կողմից կաշառք ստանալուն օժանդակած 3 անձանց։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ տնային կալանքը, գրավը և Հայաստանից բացակայելու արգելքը։